Հաջորդ հարցը հարց համար 15 Տիկին Անդրեասյան համեցեք։ Շնորհակալություն հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ Հանրակրթության պետական չափորոշիչի փոփոխությունների նախագիծը, որը հիմնված է արդեն իսկ տևական ժամանակ նոր չափորոշիչով մեր դպրոցների աշխատանքի եւ այդ աշխատանքների վերլուծության ու ըստ այդմ նաեւ այս փուլում անհրաժեշտ լավարկումների անհրաժեշտության վրա եւ ներկայացվող նախագիծը թույլ է տալու, որպեսզի կառավարության ծրագրի կարևորագույն անելիքը, որը հանրակրթության որակի բարձրացումն է, լինի ավելի նպատակային եւ գրանցի ավելի մեծ արդյունքներ։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ բնականաբար հանրակրթության ոլորտում մեր աշխատանքները մեծածավալ են, դրանք ընդգրկում են իհարկե անհրաժեշտ կրթական միջավայրի ապահովումը դպրոցաշինության եւ նոր գույքով ու լաբորատորիաներով հագեցման ծրագրերի շրջանակներում, ինչը խիստ կարեւոր է։ Դրանք ընդգրկում են նաեւ ուսուցիչների մասնագիտական զարգացման, նաեւ աշխատանքի գրավչության բարձրացման ուղղված մեծածավալ գործընթացը, որը առաջ է բերում նաեւ անհրաժեշտ մարդկային ռեսուրսի ներգրավման եւ այդ մարդկային ռեսուրսի զարգացման բաղադրիչը, բայց միևնույն ժամանակ մեր ուշադրությունը նույնքան սևեռված է նաև հանրակրթության բովանդակության վրա եւ հանրակրթության չափորոշիչը իր մեջ ամփոփում է հենց բովանդակության հետ կապված հիմնական մոտեցումներն ու աշխատանքները։ Ես ուզում եմ հիշեցնել, որ չափորոշիչը հաստատվեց 2021 թվականի փետրվարին, այնուհետև փորձարկվեց Տավուշի մարզում եւ 2023 թվականից փուլային կարգով ներդրվեց մեր բոլոր դպրոցներում։ Այս պահին առաջինից 11-րդ դասարաններում գործում է նոր չափորոշիչը եւ ըստ էության գալիք սեպտեմբերը կլինի նոր չափորոշիչի ներդրման վերջին տարին եւ մենք այս ընթացքում շատ ուշադիր ենք եղել տեսնելու թե ինչ դրական արդյունքներ ունենք եւ նաեւ ինչպիսի խնդիրներ ունենք, որոնք պետք է հասցեագրվեն։ Եվ այս նախագիծը թույլ է տալու, որպեսզի մենք բարձրացնենք ուսումնական գործընթացի ճկունությունն ու արդյունավետությունը, նվազեցնենք բովանդակային եւ կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ձևավորենք սովորողների անհատական զարգացման եւ մասնագիտական կողմնորոշման ավելի լայն հնարավորություններ հատկապես ավագ դասարաններում, ինչպես նաեւ կրթության բովանդակությունը համապատասխանեցնենք ժամանակակից կրթական եւ անվտանգային պահանջներին։ Գաղափարական որևէ փոփոխություն բնականաբար չի արվում, որովհետև չափորոշիչով որդեգրված մոտեցումը, որ մեր երեխաներին անհրաժեշտ է համակողմանի կրթություն, որը իր մեջ պետք է ներառի թե գիտելիքը, թե հմտությունները, թե արժեքները, թե դիրքորոշումները, պահպանվում է եւ առանցքային կարողունակություններն ու ամեն կրթական աստիճանի վերջնարդյունքները նույնն են։ Այստեղ առավելապես փոփոխությունները վերաբերում են իրականացման գործընթացին, դրանք դարձնելով ավելի արդյունավետ։ Մասնավորապես սահմանվում են ուսումնական պլանների ձևավորման ավելի ճկուն կարգավորումներ։ Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր դպրոց պետք է համապատասխանի այն կարիքներին, որոնք կան տվյալ համայնքում, եւ որպեսզի սա հնարավոր լինի, ուսումնական պլանների ձևավորումը պետք է ունենալով պետական պարտադիր բաղադրիչը, նաեւ դպրոցական եւ անհատական բաղադրիչների շրջանակում հնարավորություն տա ներառել թե սովորողների կարիքները եւ թե նաեւ համայնքային կարիքները եւ այս իմաստով ուսումնական պլանների ձևավորման կարգավորումները դարձվում են ավելի ճկուն։ Մենք նաև ընդլայնում ենք նախագծային ուսուցումը։ Սա թերևս մեր ամենակարևոր անելիքներից է, որտեղ նախագծային ուսուցման միջոցով է, որ երեխաները սովորում են աշխատել մի խնդրի վրա սկզբից մինչև վերջ։ Սկսելով խնդրի ձևակերպումից, այնուհետև նաև այդ խնդիրը լուծելու ճանապարհներ ու եղանակներ գտնելով եւ նաև հանգելով եզրակացությունների, ընդ որում սա անում են թիմային, եւ սա նշանակում է, որ ձևավորվում են նաև անհրաժեշտ հմտությունները թիմային աշխատանքի ձևավորման։ Մենք արդեն իսկ պարտադիր էինք դարձրել նախագծային ուսուցումը, այժմ առաջարկում ենք այն ընդլայնել ամեն կիսամյակում առնվազն ուրեմն մեկ նախագիծ իրականացնելու պահանջը դնելով, որոնցից առնվազն մեկը պետք է լինի բնագիտական ուղղվածության։ Ինչպես նաև մենք էական փոփոխություններ ենք նախատեսում 10-ից 12-րդ դասարաններում, ավագ դպրոցում։ Թերևս գաղտնիք չի, որ եթե օրինակ մեր երեխաներին մոտենանք եւ հարցնենք, ինչ են կարծում ավագ դասարաններում իրենց սովորելը ինչքանով է իմաստավորված, նրանցից շատերը հարց կբարձրացնեն։ Եվ մեր խնդիրն է, որ ավագ դպրոցում սովորելը լինի իսկապես նպատակային եւ երեխաները հստակ պատկերացնեն այդ կրթության կապը իրենց հետագա անելիքի հետ,
հետ եւ արդեն իսկ չափորոշիչով սահմանված էր, որ երեխաները կարող են ընտրել նպատակային ուսուցման առարկաներ, որոնք իրենց մասնագիտական կողմնորոշման հետագա ուղղվածության հիմքն են եւ նաեւ դա նրանց հնարավորություն է տալիս հետագա մասնագիտական կրթության մի զգալի բազա հավաքել դպրոցում եւ իրենց համար նաեւ ձևավորում է նոր հնարավորություն ընդունելության քննություններին պատրաստվելու։ Այս փոփոխություններով մենք ել ավելի առաջ ենք գնում եւ այս անհատականացված դասացուցակի տրամաբանությունը հասցնում ենք իր բարձրակետին, նվազեցնելով այն սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը, որոնք դրական են հանձնել ավարտական կամ միասնական քննությունները։ Պետք է հիշեցնեմ, որ արդեն 3-րդ տարին մեր սովորողները հնարավորություն ունեն ընդունելության քննությունները հանձնել 2 փուլով՝ հունվարին կամ հունիսին եւ այն պարագայում, երբ որ երեխաները դա անում են հունվարին, բնականաբար նրանց մոտ ամբողջ երկրորդ կիսամյակի զբաղվածության եւ այդտեղ անհարկի կրկնություններ չունենալու խնդիր է առաջանում եւ մենք հիմա նախատեսում ենք, որ երկրորդ կիսամյակում մեր 12-րդ դասարանի սովորողները հնարավորություն կունենան իրականացնելու նախագծային, հետազոտական, կամավորական աշխատանքներ եւ պետք է հիշեցնեմ, որ բարձրագույն կրթության եւ գիտության օրենքով էլ ընդունելության գործընթացի համար այս բաղադրիչները նպատակ ունենք դարձնել նաև պարտադիր մաս ընդունելության եւ սա հնարավորություն կտա, որ ոչ թե կրկնեն նույն բովանդակությունը, այլ ձևավորեն նոր հմտություններ եւ զարգացնեն այն կարողությունները, որոնք պետք են գալիս ամբողջ ուրեմն կյանքի ընթացքում։ Նաև նախատեսում ենք, որ ունենանք ինտեգրված եւ մոդուլային ուսուցման մոտեցումներ, սա թույլ է տալու նաև առարկաների թիվը կրճատել առանց ավագ դասարաններում, առանց ուրեմն նվազեցնելու բովանդակության անհրաժեշտ ծավալը, ամբողջական ընկալում ձևավորելով տարբեր իրականության կողմերի նկատմամբ, խթանել նաև միջառարկայական կապերը եւ դա դարձնել ավելի մրցունակ կրթության հիմք։ Արվում են անհրաժեշտ հստակեցումները նաև մասնագիտացված դպրոցների համար, սա շատ կարևոր է, որովհետև նաև օրինակ գիտեք, մեր տարբեր դպրոցներ ունեն առանձին ուղղվածություններ, ինչպես ֆիզիկա-մաթեմատիկական, բնագիտա-մաթեմատիկական եւ այստեղ էլ ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները հաշվի են առնվում, կարգավորվում է սովորողների ծանրաբեռնվածությունը, հաշվի առնելով նաև միջազգային փորձը եւ շաբաթական նվազագույն, առավելագույն ծանրաբեռնվածության չափանիշները ելնելով նաև երեխաների առողջության պահպանման խնդիրներից սահմանվում են նախատեսելով նաև արտադասարանական զբաղվածության կարգավորումները, ընդլայնվում է անվտանգ կենսագործունեության եւ առողջ ապրելակերպի ուղղությամբ մեր գիտելիքը, մասնավորապես օրինակ մեր այս պահին գործող նախնական զինվորական պատրաստություն առարկան չուներ այնպիսի բաղադրիչներ, որոնք կվերաբերեին տեղեկատվական եւ քաղաքացիական անվտանգությանը, ինքնապաշտպանության գոյատևման տարրական հմտություններին եւ այս ընդլայնումը հնարավորություն կտա, որ ավելի համակողմանի զարգացնենք մեր երեխաների հմտություններն ու գիտելիքները, առողջ ապրելակերպ խմբակը նախատեսում ենք ներառել առարկայական բաղադրիչով եւ դրանով նաեւ ամրապնդել մեր երեխաների առողջ ապրելակերպի հմտություններն ու վարքականոնը, որը շատ կարեւոր է եւ նաեւ ինչը խիստ կարեւոր է չափորոշիչի շարունակական գործունեության համար, դրա պարբերական վերանայման մեխանիզմ է սահմանվում 4 տարին մեկ, չափորոշիչը կարող է վերանայվել իրականացվող վերլուծությունների հիման վրա։ Կարծում եմ սա մեր բովանդակային ռեֆորմի տրամաբանական շարունակությունն է, առաջարկում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, հիմա սա գիտելիքի փոխանցման մասին է, թե գիտելիքի բովանդակության այս չափորոշիչը, թե երկուսն էլ։ Ըստ էության երկուսն էլ, որովհետև պարոն Գրիգորյան չափորոշիչը սահմանում է թե ուսումնական բնագավառները եւ վերջին արդյունքները, որոնք շատ կոնկրետ բովանդակային պահանջներ են, բայց նաեւ նկարագրում է այդ բովանդակության կազմակերպման ընթացակարգը։ Այսինքն դա նշանակում է, որ մենք դասագրքերի փոփոխություն պիտի անենք։ Ես պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն 2023-ից սկսած նոր դասագրքերի ստեղծման եւ նաեւ մրցութային ձևով մրցակցային դաշտ ձևավորելով դրանց հրատարակության գործընթաց ենք իրականացնում, պետք է ասեմ, որ մեծ ծավալի դասագրքաստեղծ աշխատանք է արվել եւ ընդ որում նաեւ մրցակցային process-ները հնարավորություն են տվել նվազեցնել գինը եւ նոր խաղացողներ են հայտնվել դաշտում եւ մենք
նախատեսում ենք նաև այդ դասագրքերը վերանայել, որտեղ ըստ էության դասագրքերը առաջին անգամ մտան դպրոց, փորձարկվեցին ուսուցիչների կողմից դասարաններում, այս ընթացքում մենք բնականաբար հավաքագրել ենք կարծիքները եւ հաջորդ տարի նախատեսում է վերահրատարակություն, կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք, հաշվի առնելով այն խնդիրները, որ նկատել ենք, իսկ մյուս դասագրքերը, որոնք ավելի փոքր լրամշակումների կարիք են զգացել, դրանք ուղղակի կվերահրատարակվեն։ Իսկ մենք սա նշանակում է նաև, որ մենք մեր ատեստացիայի տեստերը պիտի խմբագրենք ըստ չափորոշիչի, թե տենց խնդիր չկա ուսուցիչների։ Բնականաբար ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կազմակերպվում է առարկայական ծրագրերի հիման վրա։ Պարոն Գրիգորյան, սա հանրակրթության պետական չափորոշիչն է, սրանից հետո առարկայական ծրագրերն ու չափորոշիչներն են, որոնք նույնպես վերանայվում են։ Դրանք պետք է հաստատվեն նախարարի հրամաններով եւ բնականաբար ամբողջ բովանդակությունը այնուհետեւ անհրաժեշտ լրամշակումներ կարվեն, ելնելով նրանից, որ առարկայական ծրագրերն ու չափորոշիչները նույնպես որոշակի լրամշակումներ են անցնում, պետք է ուղղակի եւս մեկ անգամ կրկնեմ, որ խոսքը վերաբերում է չափորոշիչի ներդրման գործընթացում նկատված խնդիրների եւ դրա հիման վրա արվող լավարկումների մասին, ոչ թե կոնցեպտուալ փոփոխությունների, եւ մենք մեր դպրոցի կարևորագույն խնդիրը ուզում ենք տեղ հասցնել, որը բեռնաթափման խնդիրն է։ Մեր դպրոցը ավանդաբար հիմնված է եղել անգիրի վրա, երբ որ բավականին մեծ ծավալի տեղեկատվություն մեխանիկորեն հիշելու գործընթաց էր իրականացվում։ Սա ոչ գիտելիքի փոխանցում է, ոչ գիտելիքի յուրացում է, ոչ էլ առավել եւս հմտության ձևավորում է։ Եվ մենք հիմա շեշտը դնելով գիտելիքը փոխանցելով հմտությունների ձևավորման վրա, պնդում ենք, որ կարևոր է առանձնացնել հիմնական թեմաները, դրանց շրջանակում ձևավորել գիտելիքն ու հմտությունները եւ ստեղծել հնարավորություն, որպեսզի մարդը ամբողջ կյանքի ընթացքում սովորի եւ կարողանա նոր գիտելիք կլանել, նոր հմտություն յուրացնել, որը անդադար process է։ Այսինքն այդ իմաստով դպրոցի խնդիրը շատ կոնկրետ է, սա իհարկե կոնցեպտուալ փոփոխություն է, մի օրում տեղի չի ունենում, բայց ես ուրախ եմ, որ մեր դպրոցները էական արդեն առաջընթաց ունեն եւ պարոն Գրիգորյան, ձեր թույլտվությամբ կուզեմ նաեւ թվային մի ցուցանիշ բերել, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք հանրակրթության չափորոշիչի մասին, պետք է հասկանանք, որ այդ բովանդակային փոփոխությունը նաեւ ֆինանսական էական ներդրում է պետության կողմից։ Եվ նոր չափորոշիչի ներդրման գործընթացը ուղեկցվել է հանրակրթության ֆինանսավորման ծավալների էական աճով։ Մենք 2025 թվականին դպրոցների պահպանման ծախսերին, որով որ այս չափորոշիչի բովանդակությունը ֆինանսավորվում է, հատկացրել ենք ավելի քան 128.8 միլիարդ դրամ։ Այս տարի ավելին է 2026-ին եւ սա 56.9%-ով ավել է, քան 2018 թվականին։ Եվ սա արտացոլում է չափորոշիչի հիմնական փոփոխությունները, որտեղ մենք երբ որ խոսում ենք այն մասին, որ ավագ դասարաններում օրինակ երեխաները կարող են նպատակային առարկա ընտրել եւ դա սովորել հետագայում օրինակ բուհի քննությանը պատրաստվելու մասնագիտական կողմնորոշման հմտություններ ունենալու, սա պահանջում է ներդրում, որտեղ սա նշանակում է, որ 20 երեխայից 3-ը կարող են որոշել ֆիզիկան ավելի խորացված ուսումնասիրել եւ նրանց համար այդ ֆիզիկայի դասավանդման գործընթացը պիտի կազմակերպվի։ Իսկ սա նշանակում է առանձին ժամանակ, առանձին ֆինանսավորում, որոշ դեպքերում գուցե նույնիսկ առանձին ուսուցիչ եւ պետությունը իր վրա վերցրել է ավելի բովանդակային, ավելի նպատակային ուսումնական գործընթացի կազմակերպման ծախսերը, բացի դրանից նվազեցրել է ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածությունը, որպեսզի դասերը դառնան ավելի որակյալ։ Եթե ուսուցիչը չի հասցնում նորմալ պատրաստվել դասին, այնուհետև ամփոփել ու վերլուծել դասը, նշանակում է դասը դառնում է ուղղակի մեկից մյուսին վազելու մեխանիկական գործընթաց եւ սա այն է, ինչ մենք ունեինք, որտեղ ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածությունը
22 ժամ էր, բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա ավելին է, քան մեկ շաբաթվա ընթացքում արդյունավետ կարող է մարդը պարապել, եւ մենք նվազեցրել ենք տարրական դասարաններում 18 դասաժամ, միջին եւ ավագ դասարաններում 20 դասաժամ ծանրաբեռնվածության, որը նույնպես ունեցել է ֆինանսական իր հետևանքները ներդրումների ծավալների մեծացման մասով եւ այսպիսի փոփոխությունները բազմաթիվ են, որտեղ մենք պարտադիր ենք դարձրել նախագծային ուսուցումը, որը նույնպես ֆինանսավորվում է, խմբակները, որոնք նույնպես ֆինանսավորվում են եւ ասածս այն է, որ նոր չափորոշիչը այդ իմաստով էական եւ առանցքային փոփոխություններ է բերել դպրոցներ եւ հույս ունեմ, որ այս ուրեմն նախագիծն էլ կօգնի այդ գործընթացը դարձնել ավելի արդյունավետ։ Համաձայն եմ, Տիկին Անդրեասյան, շնորհակալություն ձեզ կարևոր աշխատանքի համար, բայց ես կուզենայի ձեր կարծիքը լսեի արհեստական բանականության մասին, այսինքն մենք ոնց ենք մեր կրթության մեջ դա դիտարկելու, որովհետև ընդ որում ես կարծում եմ, ինչքան ավելի երիտասարդ տարիքի կրթության մասին ենք խոսում, այդքան այդ թեման ավելի ակտուալ է լինելու։ Եվ մինչև այս մենք այս որոշումը ընդունենք եւ հրապարակենք, ավելի ակտուալ է լինելու։ Հիմա եթե մենք դրանով չզբաղվենք մեր չափորոշիչներում կամ չանդրադառնանք, դա ինքն է մեզնով զբաղվելու։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև իմ կարծիքով, բայց իհարկե սա տենց դիտորդի կարծիք, որպես ասեմ, իմ կարծիքով այսօր մենք ավելի շատ հարցադրում ձևակերպելու կրթություն պիտի տանք, քան դուք միանգամայն ճիշտ եք ասում, այսինքն այսօր սովորացնել երեխային, որ ինքը ինչ-որ բան հիշի, երևի շատ կարևոր է, ես դրա մասնագետ չեմ, բայց այդպես տեխնիկապես ինձ մի քիչ անիմաստ բան է թվում, որովհետև այսօր հիշողությունների այնքան ռեսուրս է ձևավորվում եւ հիշելու ենթակա ինֆորմացիան այնքան շատ է, որ ինձ դա թվում է այտենց ուտոպիստական կրթական մոդելը, որտեղ ենթադրվում է, որ ինչ որ մեկը ինչ որ բան պիտի հիշի։ Մյուս կողմից էլ որքան որ ես եմ հետաքրքրվել այդ հարցով, հիմա շատ կրթության ոլորտում շատ ակտուալ է դարձել հարցադրման, հարցի ձևակերպման հմտությունը։ Հիմա վստահ եմ, որ դուք այդ տեսանկյունից էլ եք նայել այս փաստաթղթին։ Կմեկնաբանեք, Տիկին Անդրեասյան։ Միանշանակ պարոն Գրիգորյան ճիշտ եք, որ եւ երբ որ ես խոսում եի հմտությունների ձևավորման մասին, իրականում հարց տալն էլ հմտություն է, որը պետք է ձևավորել, եւ դա հստակ ձևակերպված է որպես պահանջ, թե մեր առանցքային կոմպետենցիաներում, կարողունակություններում եւ թե նաեւ ամեն կրթական աստիճանի վերջնարդյունքներում։ Այդ իմաստով չափորոշիչը այո համահունչ է, ինչպես դա անել շատ ավելի բարդ հարց է, որովհետեւ իրականում մենք պետք է ընդունենք, որ հատկապես երբ որ խոսում ենք տեխնոլոգիական կրթության մասին, մենք շատ հաճախ ունենք մեր երեխաներից սովորելու անհրաժեշտություն։ Եվ իրականում ժամանակակից դասավանդման process-ը հիերարխիկ չի, որտեղ հստակ ուսուցիչը սովորեցնում է, աշակերտները սովորում են դրանք, փոխհամագործակցային process-ներ են, որտեղ համատեղ սովորելու գործընթաց է կարող ընթանալ։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, պետք է ասեմ, որ մենք արդեն 3-րդ տարին հաջողությամբ մասնավոր ոլորտի մեր գործընկերների հետ մեր դպրոցներում փորձարկում ենք արհեստական բանականության դասընթացներ, այս սեպտեմբերից FAST հիմնադրամի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի, ընդգրկելով արդեն ավելի քան 40 ավագ դպրոցներ, ընդ որում պետք է ասեմ, որ ծրագիրը բավական մեծ հաջողություններ է գրանցել, մեր այս դասընթացը անցնող աշակերտները հաջողություններ են գրանցում արհեստական բանականության միջազգային օլիմպիադաներում, ունենք մեդալակիր երեխաներ, մեր այս ծրագիրը բոլորովին վերջերս Միացյալ Նահանգներում կազմակերպված միջազգային մրցույթում մրցանակ ստացավ որպես կրթական նորարարության եւ այս ոլորտի կրթական դասընթացների հաջողված փորձ եւ այդ իմաստով պետք է ասեմ, որ առանձին արհեստական բանականության դասընթացի ուսուցման մասով Հայաստանի փորձը համարվում է այս պահին ուսանելի, հաջողված եւ մենք նաեւ միջազգային հարթակներում ենք ծրագիրը ակտիվորեն ներկայացնում, բայց երկրորդ եւ ավելի կարեւոր խնդիրը ես համարում եմ արհեստական բանականության գրագիտության, համընդհանուր գրագիտության
հիմնական հարցը եւ սա մի հմտություն է, որը պետք է թե մեր սովորողներին եւ թե նաեւ մեր աշխատակիցներին, այդ թվում ուսուցիչ եւ նաեւ ադմինիստրատիվ կազմը նկատի ունեմ։ Մենք այս ուղղությամբ էլ աշխատում ենք, հիմա մի համատեղ նախաձեռնություն ունենք, որը հուսով եմ սեպտեմբերից կմեկնարկենք, ընդ որում այստեղ էլ Firebird-ի եւ OpenAI-ի հետ միասին ենք աշխատում եւ սա մեզ պիտի հնարավորություն տա, որպեսզի արդեն այս գրագիտության ուղղությամբ, որը կօգնի թե ուսուցիչներին գործիքակազմ ունենալ կիրառել եւ թե նաեւ մեր սովորողներին պատշաճ իրազեկել, այդ ճանապարհով նույնպես առաջ գնալ։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Անդրեասյան։ Ուղղակի մի քիչ շեղվելով թեմայից, ես կարծում եմ մենք ինչ որ պահի մեր պետական բուհերում արհեստական բանականության դերը ու իրանց ընկալումը ու ադապտացումը դրան երևի պիտի քննարկենք, որովհետև այնտեղ ել ավելի սուրա լինելու է։ Այսինքն տրադիցիոն կոնտենտը կրթական եւ այսօրվա արհեստական բանականության ֆունկցիան տենց շատ ոնց ասեմ կողա ինֆլացնի այսօրվա տրադիցիոն կոնտենտը մի քանի շաբաթվա ընթացքում ես տենց մի քիչ կողա ծայրահեղացնում եմ, բայց ընդհանուր տենդենսը հաստատ տենց է։ Առնվազն օտարերկրյա բուհերում այդ խնդիրը արդեն բավականին սուր է։ Ես որքան որ գիտեմ, օտարերկրյա բուհեր կան, որ մեխանիզմներ են ներդնում, որպեսզի կարողանան ֆիլտրել այն ուսանողական նյութերը, որոնք գեներացվել են արհեստական բանականության կողմից։ Որքան որ գիտեմ։ Պարոն Գրիգորյան, այդ խնդիրը ակտուալ է նաև մեզ մոտ բնականաբար եւ մեր բուհերն էլ են այդ իրավիճակի հետ առնչվում եւ կան նաև որոշակի ընթացակարգեր ու մոտեցումներ, ինչպես կարելի է դրանք բարդ հարցեր են եւ չունեն միանշանակ լուծումներ եւ այնպես չի, որ որևէ լուծում կարող ենք համարել 100%-անոց, բայց առնվազն որ այդ մասին պետք է շատ խոսել, շատ ուսումնասիրել եւ փորձել տարբեր մեթոդներ գտնել խնդրին առնչվելու, միանշանակ այդպես է եւ մեր բուհերը այդ քննարկման մաս են եւ իմ նշած համագործակցությունը, որի մասին խոսում էի, Firebird-ի եւ OpenAI-ի հետ սպասվող համագործակցությունը առնչվում է նաեւ բուհերին եւ ես կարծում եմ, որ իրականում բուհական կրթության լուրջ ռեֆորմի անհրաժեշտություն կա եւ այդ անհրաժեշտությունը միայն Հայաստանում չի ու պետք է կարողանանք դրան համընթաց գնալ, բայց ձեր թույլտվությամբ նաեւ հիշեցնեմ, որ վաղը մեզ մոտ վերջին զանգ է եւ մեր դպրոցները իրենց շրջանավարտներին արդեն ճանապարհելու գործընթացը կսկսեն եւ ուզում եմ նախապես շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին եւ նրանց հաջողություններ մաղթել այս տարի մեր 12-րդ դասարանը ավարտում են ավելի քան 22000 երեխաներ եւ 9-րդ դասարանը ավելի քան 39000 երեխաներ եւ հուսով եմ, որ ինչպես ներքին գործերի նախարարության գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում, օրը կանցնի իսկապես տոնական, դրական տրամադրություններով եւ առանց որևէ միջադեպի։ Իհարկե շնորհավորում ենք, միանում ենք եւ ձեր շնորհավորանքին եւ բարեմաղթանքի եւ հույսով որ շուտով մենք վերջին զանգ միջոցառումը չենք կապի ներքին գործերի նախարարության հետ։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, համեցեք պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, Տիկին Անդրեասյան, դուք նշեցիք, որ գալիք ուսումնական տարում արհեստական բանականության այդ փորձնական ծրագիրը կգործի ոչ թե կարծեմ 30, այլ 40 դպրոցներում, դա ընդլայնում է մի կողմից լավ է, բայց մենք դանդաղ չենք ընդլայնում։ Հաշվի առնելով այն կարևորությունը, որ պարոն Գրիգորյանը նշեց, եւ իհարկե այդտեղ եւ չափորոշիչներում համապատասխան լրացումներ կատարելու կարիք կլինի, որովհետև պարոն Գրիգորյանը նշեց հարց ձևակերպելու կարևորության մասին, երբ որ արհեստական բանականության գործիքակազմն ենք դիմում, բայց դրան ուղեկից է նաև քննադատական մտածողության կամ պատասխանի ընտրության կարևորությունը, եւ դրանք են այն գործիքները, որոնք որ պետք է արդեն այդ տարիքում սովորեցվեն, հետո նաև գոհական համակարգում այդ մասնագիտությունը ավելի խորացնելու եւ ներդնելու միջոցով հասնել նրան, որ այս սերունդը որ գալիս է, ինչպես դուք նշեցիք, արդեն բավական լավ է օգտվում այդ գործիքակազմից, ճիշտ եղանակով օգտվի եւ այն գիտելիքը, որ սովորաբար գրքում էր, հետո նաեւ իրենց գլխում,
եւ ոչ իրենց գլխումա լինելու, գիրքն էլ հերոյա լինելու, իրենք կարողանան արագ եղանակով դրանց օգտագործման իրենց որոշումները կայացնեն։ Ես ասածս նա որ եկեք խնդրում եմ մտածենք այդ 40 ավելի արագ ավելացնելու հարցը, բարձր որ դա կարողությունների հարց է, չեն կարող մենք միաժամանակ ավելի մեծ թվով դպրոցներում այդ նույն կարևոր աշխատանքը տանել, բայց հարցի կարևորությունը պահանջում է դա անել։ Իհարկե, պարոն Խաչատրյան, ճիշտ եք, բայց այստեղ կարևոր է, որ ընդլայնման տրամաբանության մեջ մենք որակի չափանիշները պահենք։ Եվ պետք է ասեմ, որ այստեղ բավականին մեծ ծավալի աշխատանք է արվում այդ թվում ուսուցիչների հետ, որոնք պիտի դասավանդեն, եւ այդ ուսուցիչները անցնում են շատ մեծածավալ վերապատրաստում եւ հետո մենթորական ուղեկցում։ Եվ ինչ խոսք, մենք ունենք ավելի արագ անելու հարց, բայց ունենք նաև որակյալ արդյունքներ ունենալու հարց, գործընկերների հետ քննարկումներով ամեն դեպքում սա մեր նվազագույն թիվն է, եթե մենք տեսնում ենք, որ որևէ դպրոց իրատեսորեն կարող է նույնպես հայտնվել այս ցանկում, ապա որևէ սահմանափակում չունենք այդ դպրոցների հետ էլ աշխատելու ու պետք է ասեմ, որ բավականին մեծ ոգևորություն է առաջացնում նաև երեխաների շրջանում հենց կրթությունը ավագ դասարաններում շարունակելու մենք բնականաբար այդ ուղղությամբ ավելի ինտենսիվ կաշխատենք։ Քննադատական մտածողությունը պարոն Խաչատրյան առանցքային է, դա չափորոշչի հիմնասյուներից մեկն է։ Դրա պատճառով նաև մենք բավականին քննադատվում ենք, որովհետև երբ որ մենք ասում ենք, որ պետք է երեխաներին ոչ թե պատրաստի եզրակացություններ տալ, այլ ձևավորել միջավայր, որ ինքը վերլուծի, համադրի եւ սեփական եզրահանգումները կառուցի, սա է քննադատական մտածողությունը։ Եվ շատ դժվար է, երբ որ ստերեոտիպային, կարծրատիպային միջավայր է, որտեղ դոգմատիկ ճշմարտություններ են ասվել եւ լսվել, առանց խորանալու դրանց շերտերի, ենթատեքստերի, դրանց ճշմարտացիության վերաբերյալ փոխել այդ համակարգը, բայց այդ համակարգը փոխվում է, մեր շատ ուսուցիչներ շատ հաջողությամբ այդպես աշխատում են, բայց քննադատական մտածողություն չունենալը նշանակում է ժամանակակից աշխարհում լինել անօգնական, լինել տարրական հմտություններից զուրկ եւ կարծում եմ մեր թե ուսուցիչները, թե ծնողները դա հասկանում են։ Այլ հարցեր, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հաստատել, սա շատ կարևոր որոշում է եւ լավ է, որ ընկալումները այդքան խորն են եւ դիտանկյունը, որից մենք նայել ենք այս հարցին, եթե այդքան խորն է, ես կարծում եմ շատ կարևոր ազդեցություն կունենա այս որոշումը մեր կրթության վրա։ Ի սկզբանե հենց սկզբից։ Շնորհակալություն, հաստատեցինք, ընդունեցինք որոշումը, հարգելի գործընկերներ,